Կուսակցության ուսանողական կազմակերպության պատվիրակ Մանե Արշակյանին։ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի կուսակիցներ, սիրելի հայրենակիցներ։ Այս դահլիճում կանգնած են ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության ներկայացուցիչ, այլ որպես երիտասարդ, ով որոշել է չլռել այն ժամանակ, երբ մեր պետության շուրջ տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ։ Ես չեմ կարող եւ իրավունք էլ չունեմ խոսել ամբողջ երիտասարդության անունից։ Ես կխոսեմ միայն իմ եւ իմ այն հայրենակիցների անունից, ովքեր չեն կարողանում աչք փակել մեր պետության ներսում տեղի ունեցող գործընթացների վրա։ Կխոսեմ նրանց անունից, ովքեր անտարբեր չեն իրենց երկրի, ազգի, պատմության եւ մշակույթի հանդեպ։ Նրանց, ովքեր հասկանում են, որ ազգային արժանապատվությունը մեկ օրում չի քանդվում, բայց երբ սկսում ես լռել, ամեն լռություն հերթական մեղն է դառնում պետականության կործանման դագաղին։ Մենք գիտենք, որ պայքարը հեշտ չի լինում, բայց մենք երբեք հեշտ ճանապարհներ չենք փնտրում։ Այս տարիների ընթացքում կուսակցական երիտասարդությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Մեզային շատերը համալսարաններում կանգնել են հեռացման վտանգի առաջ, միայն այն պատճառով, որ չեն լռել եւ բարձրաձայնել են իրենց համոզմունքները։ Եղել են մարդիկ, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, ենթարկվել են ճնշումների, պիտակավորվել են, որովհետեւ չեն հրաժարվել իրենց դիրքորոշումից։ Այս տարիների ընթացքում մեզ են միացել հարյուրավոր ուսանողներ Հայաստանի տարբեր քաղաքներից եւ համայնքներից, տարբեր համալսարաններից։ Եվ կարևոր է հասկանալ մի բան. նրանք չեն միացել մեզ որևէ շահի համար։ Նրանք չեն եկել պաշտոնի, արտոնության կամ անձնական օգուտի ետևից։ Իրականում, չէ, մի քիչ խորամանկեցի, որովհետեւ նրանք եկել են շահի համար։ Մաքուր խիղճ ունենալը շահ է, նվիրյալների անկոտրում թիմում լինելը շահ է, որովհետև հանրապետականին գաղափարակից լինելը շահ է։ Շահ է լինել Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի կենսագրության եւ գործունեության շարունակողը։ Սա է մեր շահը։ Լինել մի միջավայրում, որտեղ ոչ միայն կարող ես պայքարել հայ լինելու համար, այլ նաեւ պայքարել ուրիշներին հայ պահելու համար։ Այդ շահը բարոյական է, հոգեբանական է, այդ շահը նյութական չէ։ Հա, մոռացա ասեմ, որ շահ է նման ընկերներ ունենալը։ Հարգելի կուսակիցներ, այսօր առավել քան երբևէ մեր պետությունը կրկին ունի ակտիվ, մտածող եւ պատասխանատու երիտասարդության կարիք։ Այդ պատճառով օգտվելով այս հնարավորությունից դիմում եմ Հայաստանի բոլոր ուսանողներին։ Հիշիր ով ես դու հայ ուսանող եւ ինչ ուժ ունի քո ձայնը։ Հիշիր, որ մեր երկիրը ստեղծվել է այն երիտասարդների պայքարով, ովքեր ժամանակին հրաժարվել են լռելուց, ովքեր կտրել են վախի շղթաները եւ բարձրացրել են ձայնը ճշմարտության համար։ Այսօր Հայաստանը կրկին ունի քո կարիքը, քո մտքի, քո համարձակության եւ քո վճռականության կարիքը։ Ժամանակն է նորից ապացուցել, որ մենք ոչ միայն անցյալի ժառանգներն ենք, այլ նաեւ ապագայի կերտողները։ Ահա իմ ուսանողական տոմսը եւ ահա իմ կուսակցական տոմսը։ Այս տոմսերը հիմա իրարից անբաժան են։ Սրանք պարզապես տոմսեր չեն, սրանք իմ կյանքի ուղեգրերն են։ Եվ եթե մի օր ուսումս կավարտեմ եւ ուսանողականս ամենայն հավանականությամբ այլևս ինձ պետք չի գա, ես ուզում եմ հավատալ, որ կուսակցական տոմսի հետ դեռ երկար ճանապարհ պիտի անցնեմ։ Շնորհակալություն։